Շաբաթվա գլխավոր հերոսն Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով Հայաստան հասած ռուսական ցորենի խմբականակներ։ Թանկագին հյուրին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սահմանին անձամբ էր դիմավորում։ Սիրելի հայրենակիցներ, ես հիմա Հայրում կայարանում եմ եւ այստեղ պատմական իրադարձություն տեղի ունեցավ մի քանի րոպե առաջ։ Առաջին անգամ գրեթե 3.5 տասնամյակի ընդմիջումից հետո երկաթուղային ճանապարհով Ադրբեջանի տարածքով Հայաստան եկավ բեռ, մասնավորապես 15 վագոն բեռ։ Ցորենի առաջին խմբականակի Հայաստան հասնելուն պես Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարեց, որ մինչև 2026 թվականի հունվարի վերջը Հայաստան կուղարկվի եւս 130 վագոն հացահատի։ 130 վագոն, մենք պատկերացնում ենք, չէ՞, 130 վագոնը քանի բեռնատար է։ Պաշտոնական վիճակագրությունը սակայն վկայում է, վագոնները բեռնատարներով բազմապատկելը դեռ ոչինչ չի նշանակում։ Անցած տարի Հայաստանը Ռուսաստանից 316,000 տոննա ցորեն է ներկրել, այսինքն 15 վագոններում գտնվող ցորենը մեկ օրվան էլ բավարար չէ։ Ճիշտ է, իշխանական շրջանակներից նաև ընդգծում էին Ադրբեջանի տարածքով Հայաստանի համար նախատեսված ռուսական ցորենի տրանզիտը նախ եւ առաջ քաղաքական նշանակություն ունի եւ վկայում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման եւ ի վերջո խաղաղության հաստատման մասին։ Այս շաբաթ Բաքվից հնչող հայտարարությունները սակայն այնքան էլ խաղաղասիրական բնույթի չէին։ Tanklarla yox, avtomobillərlə qayıtmalıyıq։ Ու թեև երկուշաբթի նոյեմբերի 3-ին Ադրբեջանի գիտությունների ակադեմիայում հնչեցրած այս ելույթում Իլհամ Ալիևը պնդում էր, թե ադրբեջանցիները Հայաստան են վերադառնալու ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով, միևնույն է նրա ելույթում կարմիր թելով անցնում էր ժամանակակից Հայաստանի ադրբեջանական հող լինելու գաղափարը։ Təkcə 20-ci əsrin əvvəllərində 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները այսօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն։ Սևանալից չկա, կա Գյոյչա։ O xəritələrdə Sevan gölü adlı göl yoxdur, o xəritələrdə Göyçə gölüdür։ Ալիևի այս հայտարարություններն ամբողջությամբ խաթարում են իշխող քաղաքացիական պայմանագրի նախընտրական մարտավարության առանցքային, արդեն իսկ հաստատված խաղաղության մասին դրույթը։ Դա էր պատճառը, որ Փաշինյանն ու իր թիմը բավական երկիմաստ դրության մեջ հայտնվեցին։ Մի կողմից չհակադարձել Բաքվից հնչող հայտարարություններին անհնարին էր, նախ եւ առաջ ներքաղաքական տեսանկյունից։ Մյուս կողմից պետք էր այնպես հակադարձել, որ դա դիվանագիտական ճգնաժամի չհանգեցնի։ Այս բարդ առաքելությանն առաջինը լծվեց Ալեն Սիմոնյանը։ Դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է, բայց միևնույն ժամանակ ասում եմ, մարդը դուք որ ասում եք, որ գրավելու ենք բառ, ընդհակառակը ես այնտեղ տեսնում եմ, որ ասում եմ մենք պատերազմով չի այդ հարցը լուծվելու մեքենաներով, ոչ թե տանկերով։ Տանկերի մասին սակայն Բաքվում եւս չմոռացան Ադրբեջանի խորհրդարանի վետերան անդամներից մեկը իրավական հարցերի եւ պետականաշինության մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հուդրատ Հասանղուլիևը շաբաթավերջին Երևանից պահանջեց կամ անհապաղ ձեռնամուխ լինել Զանգեզուրի միջանցքի բացմանը, կամ էլ պատրաստվել պատերազմի։ Եթե Հայաստանը միջանցքի բացման մասին անհապաղ որոշում չկայացնի, Ադրբեջանը պետք է ուժով մաքրի այդ տարածքը, որից հետո դրա վերահսկողությունը պետք է հանձնվի կամ Միացյալ Նահանգներին, օգոստոսի 8-ի հայտարարության դրույթների համաձայն, կամ Ռուսաստանին 2020 թվականի նոյեմբերի 10-ի պայմանավորվածությունների հիման վրա։ Իսկ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն այս շաբաթ վերակենդանացրեց երկար ժամանակ չքննարկված թեմաներից եւս մեկը՝ անկլավների վերադարձը։ Ղազախի շրջանի Բաղանիս, Այրում, Աշաղի Ասքի պարաղ, Խեյրիմլի եւ Ղզելհաջիլի գյուղերի վերադարձը մեր երկրի մեծագույն դիվանագիտական հաջողությունն էր։ Ինչ վերաբերում է մյուս 4 անկլավներին, Ղազախի շրջանի 3 գյուղերին եւ Նախիջևանյան Քյարքիին, ապա դրանց վերադարձը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Այդ հարցը պետք է լուծվի դելիմիտացիոն հանձնաժողովների աշխատանքի շրջանակներում։ Ադրբեջանական առայժմ միայն քարոզչական այս գրոհը համընկավ իշխող քաղաքացիական պայմանագրի ներսում նախընտրական տրամադրությունների կտրուկ աճի հետ։ Այս շաբաթ իշխող կուսակցության ղեկավար անդամները վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ սկսեցին ակտիվորեն ինքնաառաջադրվել եւ սա չնայած այն հանգամանքին, որ ազգային ժողովի ընտրություններին դեռ 7 ամիս կա։ Կուսակցականները զուտ դիմումով, իսկ անկուսակցականները քաղաքացիական պայմանագրի ղեկավար կազմից, վարչությունից որևէ մեկի երաշխավորությամբ։ Եթե այս փուլը հաղթահարեն ու գրանցվեն, պետք է պատրաստ լինեն կլորիկ գումար մուծել։ Կուսակցության թեկնածուները 500
հազարական դրամ, անկուսակցականները 3 անգամ ավելի 1.5 միլիոն։ Քաղաքապայմանագրի շարքերից դուրս, սակայն նախընտրական լարվածությունը դեռ այնքան էլ զգալի չէ։ Դա էր գուցե պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ նույնիսկ բողոքեց, թե իր ասուլիսներն այլևս այդքան հետաքրքիր չեն անցնում։ Ինչքան սարսափազդու են մի շարք լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում վերնագրերը, ազանգերը, գնահատականները, այնքան ավելի անկիրք են անցնում մեր հարցոպատասխանները լրագրողների հետ։ Փաշինյանն ուղիղ եթերում այս դժգոհությունն արտահայտեց 5-շաբթի օրը կառավարության նիստից հետո կայացած կես ժամանոց ասուլիսի ավարտին։ Վարչապետի եւ լրագրողների միջև նոյեմբերի 6-ի շփումը չկարողացավ աշխուժացնել անգամ ԿՊԱ-ական Civic-ի կաթողիկոսի եղբոր ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին հարցը։ Փաշինյանին սակայն այլ հարց եւս հետաքրքրում էր. ինչու է ինքը արդեն գրեթե կես տարի խոսում Գարեգին երկրորդի կուսակրոնության ուխտը խախտելու մասին, բայց դա այդպես էլ լայն հանրային հնչեղություն չի ստանում։ Այս հարցը ինչի չի հնչում Հայաստանում։ Ասում որը մեկ ինչի չի որևէ փորձագետի, մասնագետի մայր աթոռի ներկայացուցիչ չի հարցը տալիս։ Եթե նա ունենար պարզվի, որ ունի աղջիկ կամ որևէ մեկը ով կուսակրոնության ուխտը ստանձնե, հետո երեխա է ունեցել, կարող է լինել կաթողիկոս, թե չի կարող։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի։ Հայաստանի այս առաքելական եկեղեցին այսօր չունի կաթողիկոս։ Շարքային հայաստանցիների զգալի մասը, եթե չասենք մեծամասնությունը, եկեղեցու դեմ իշխանական արշավում ներգրավվելու մեծ ցանկություն կարծես թե չունի։ Հիշեցնեմ, ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից ամռանն անցկացված հարցման համաձայն հայ առաքելական եկեղեցուն վստահում է Հայաստանի բնակչության 58, իսկ հակաեկեղեցական արշավի առաջնորդ Նիկոլ Փաշինյանին 13%։ Նիկոլ Փաշինյան ով է, որ ինքը երթա խառնվի։ Հասկանում ես եկեղեցական կորձերին, ինքը այդ իրավունքը չունի։ Նյուզեեմի կողմից այս շաբաթ Թալինի փողոցներում արված այս հարցումն իհարկե սոցիոլոգիական հետազոտության ճշտություն ունենալու հավակնություններ չուներ, սակայն բավական որոշակիորեն արտացոլում էր Արագածոտնի մարզի այս համայնքում տիրող տրամադրությունները, հատկապես Նիկոլ Փաշինյանի կիրակնօրյա այցից առաջ։ Նիկոլ Փաշինյանը շատ սխալ բան է, որսն է հանրապետի ասում։ Պատմությունը շատ լավ գիտեմ, կարդացել եմ, բանը, կաթողիկոսին միայն կամ մահը բդի բանը վեհարանից հանե, ասենք մահանա, երբ որ մահանա նոր իրավունք ունին ուրիշ կաթողիկոս ընտրելու, այն էլ նույն բանը կաթողիկոսարանի հոգևորական դասը, բարձրաստիճանի դասը պիտի ընտրել։ Բարձրաստիճան հոգևոր դասն այս շաբաթ մայրաթոռում էր, բայց ոչ թե նոր կաթողիկոս ընտրելու, այլ եկեղեցու շուրջ ստեղծված կացությունը քննարկելու նպատակով։ Դատելով ոչ պաշտոնական տեղեկություններից եկեղեցու ներսում որոշակի հակասություններ այնուամենայնիվ առկա են, դրանց ամենավառ վկայությունը դարձան Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն arczepiskopos Միրզախանյանի հայտարարությունները։ Այս շաբաթ պարզվեց ընդամենը մի քանի ամիս առաջ Տալինի եկեղեցում Նիկոլ Փաշինյանին ջերմորեն ընդունած հոգևորականը Հովանավանքում տեղի ունեցող ծեսերը եւս Փաշինյանաբար են գալում։ Դա պատարակ է ձեզ Սրբազան։ Պատարակ չի։ Հիսուս ասում է, որտեղ իմ անունով 2-3 հոգի հավաքվում են, ես այնտեղ եմ։ Հիմա դրա անունը ներողություն, մեկ վարքան ասեմ։ Դրա անունը կդնեք պատարակ, ժամերգություն, թե հոգևոր երաժշտության օր, դա տարբեր է։ Ես ասում եմ, դու գնացեք հարցրեք ով համարել է ինչ։ Ասում եմ, ես մայրաթոռն եմ։ Դուք մայրաթոռի միաբաններից եք։ Այո, բայց մայրաթոռը ունի իր պաշտոնական արտահայտությունը։ Թող մայրաթոռը պատասխանի այդ ամենը։ Վազգեն arczepiskopos-ին կարծես առանձնապես չէր հուզում նաև այն հանգամանքը, որ մայրաթոռի հոգևոր եւ նյութական սեփականություն հանդիսացող Հովանավանքը փաստորեն դուրս է բերվել եկեղեցու ենթակայությունից իրավապահների կատարյալ անտարբերության պայմաններում։ Այդ հաղորդումը սահմանված կարգով
ընթացք է լուծվել, հիմա այս պահին ճիշտ ասած որքան տեղյակ եմ վարույթ չի նախաձեռնվել։ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանը ճիշտ էր հիշում Հայաստանի իրավապահ համակարգը, որ պատրաստակամորեն քրեական գործեր է հարուցում, ասենք, վարչապետի ուղղությամբ անձրևանոց կամ խնձոր նետելու կամ էլ Facebook-ում վիրավորական գրառում կատարելու համար մի ամբողջ եկեղեցու հափշտակումը քրեորեն պատժելի արարք չի համարում։ Բա յուրացնում են ինչ է, բանն են յուրացնում, նշխարն են յուրացնում են գումարը։ Ընդհանրապես քննչական կոմիտեի ղեկավարի եւ խորհրդանում հավատարմագրված լրագրողների շփումը կարող է հավակնել շաբաթվա ամենաուշագրավ իրադարձություններից մեկի տիտղոսին, նախ եւ առաջ Արթուր Պողոսյանի պահվածքի պատճառով։ Երկրի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկի ղեկավարն այս հարցազրույցի ընթացքում հեշտությամբ կորցնում էր ինքնատիրապետումը։ Այդ դուք չեք որոշում հիմնավոր է թե հիմնավոր չէ։ Դուք ինչ մասնագիտություն ունեք։ Դուք ինչ մասնագիտություն ունեք։ Դուք ապացույցը գիտեք ինչա։ Ապացույցը գիտեք ինչա։ Ինչա։ Հինգշաբթի օրը հանրապետական մարզադաշտում գրեթե նույնքան թեժ մթնոլորտում էր անցնում կոնֆերենցիաների լիգայի մրցաշարի Նոա Սիգմա Օլոմոուց խաղը, որի ընթացքում հայ եւ չեխ երկրպագուները սկսեցին միմյանց ուղղությամբ պլաստիկե նստարաններ եւ աղբամաններ նետել։ Բախումների ընթացքում գոնե դրանց սկզբնական մասում զարմանալի էր հատկապես ոստիկանների բացակայությունը։ Բորբոքված ֆուտբոլասերներին փորձում էին հանգստացնել երկու թիմերի խաղացողները եւ հայկական ակումբի սեփականատերը։ Թե ինչ սանկցիաներ կկիրառի UEFA-ն միջազգային չափանիշներին համապատասխանող միակ հայաստանյան այս մարզադաշտի նկատմամբ ամենայն հավանականությամբ պարզ կդառնա առաջիկա օրերին։ Բիլիարդի աշխարհահռչակ մարզի աշխարհի բազմակի չեմպիոն մեր հայրենակից Իոսիֆ Աբրամովը Հայաստանում է։ Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս շաբաթ որոշեց մի պահ շեղվել Հատիսի գագաթին Հիսուսի արձանի տեղադրումից, իր առանձնատանը հյուրընկալելով համաշխարհային բիլիարդի աստղերից մեկին։ Ի տարբերություն ֆուտբոլային հանդիպումների Ծառուկյան Աբրամով ընկերական մրցամարտն անցավ խիստ հանդարտ մթնոլորտում։ Գագիկ Ծառուկյանի առաջին հարվածը շքեղ է ու դիպուկ։ Իսկ բարձր կարգը հաջորդ հարվածներով ցույց է տալիս նաև Աբրամովը։